Ինչա բուլինգը։ Բուլինգը մարդկանց կողմից մեկ այլ մարդու հանդեպ բացասական ճնշող վերաբերմունքն է։ Ինչա կիբերբուլինգը։ Սահմանմամբ նույն բանն է, ուղղակի առցանց հարթակում։ Կա ինչ-որ ռիսկային խումբ, որ ավելի հակված է բուլինգի ենթարկվելու։ Դա կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ ցանկացած իրավիճակում։ Իսկ կա բուլինգ Հայաստանում։ Բուլինգ կա Հայաստանում, այո։ Դպրոցում շատ լայն միջավայր է, չէ՞, ստեղծվում sense նպաստավոր պայմաններ։ Դպրոցը ամենաառաջին տեղն է, որտեղ որ բուլինգը արտահայտվում է։ Իսկ ով է պատասխանատու դպրոցում։ Բնականաբար առաջին պատասխանատուն դասղեկն է լինում։ Իսկ ո՞րն է բուլինգ անելու պատճառները։ Շատ տարբեր են պատճառները, սկսած անձնային ամենատարբեր խնդիրներից, վերջացրած սոցիալական միջավայրով։ Ով է մեղավոր այս դեպքում, ուսուցիչ, ծնող, թե բուլինգի ենթարկողը, ենթարկվողը։ Եթե նայեմ բուլինգ անողի տեսակետից, կասեմ բուլինգ անողն է մեղավոր, նայեմ մյուսի տեսակետից, կասեմ դիմացինն է մեղավոր։ Ողջույն եւ բարիկալուս նաեւ ոդքասթ։ Մի փոքր կարճ դադարից հետո մենք վերադառնում ենք դարձյալ սոցիալական թեմաներով։ Խոսելու ենք այս անգամ բուլինգից, մի երևույթ, որը բավականին ու ցավոք սրտի տարածված է մեր դպրոցներում, սոցիալական հարթակներում, արդյոք ինչ պետք է անել, ոնց արձագանքել, մի խոսքով։ Իսկ այսօրվա մեր հյուրն է մանկական հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը։ Ողջույն, անսահման շնորհակալ ենք գալու համար ու նաև այն մասնագիտական գործունեության, որ դու ծավալում ես։ Հիմա փորձենք դրա մասին մի քիչ ավելի լայն այսօր խոսելու ենք մի հատ երևույթից, որը շատ տարածված է, մարդիկ շատ դեպքերում կամ հերքում են, կամ չեն պատկերացնում դրա հետևանքները եւ այլն, կամ մտածում են շատ սիրուն տերմին է ուղղակի, որը երևի իրանց չի ասոցացվում, իրանց հետ կապ չունի։ Բուլինգից ենք խոսալու ու շատ այնպես տարական հարցով, էլի ինչա բուլինգը տա։ Բարև ձեզ, ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել նախ հրավերի համար եւ փոխադարձ երևի այն նույն գործունեության համար, որ դուք ծավալում եք ու իրական նրա համար, որ մարդիկ շատ բաների մասին ոչ միայն հոգեբանության դաշտում, այլև շատ տարբեր դաշտերում տեղեկանում են հենց ձեզնից, դրա համար էլ հատուկ շնորհակալություն։ Ինչա բուլինգը։ Բուլինգը մարդկանց կողմից մեկ այլ մարդու հանդեպ բացասական ճնշող վերաբերմունքն է։ Եթե ձեզ ասեմ ակադեմիական սահմանումը։ Հիմա ավելի շատ են թե իրականում ինչա բուլինգը ու ոնց հասկանալ, որ դա բուլինգ է առհասարակ։ Բուլինգ համարվում է ծեծը, հարվածելը, վնասելը ինչ-որ մեկին վնասելու մեջ չի մտնում միայն մարմնական վնասվածքներ, օրինակ իր պայուսակը, գույքը, սեղանը դպրոցում վնասելը, հա, հայոյանքները, մականուններ դնելը, կպցնելը, տարբեր ձևերով դիմելը մարդկանց, այս բոլոր դրսևորումները ինք համարվում են բուլինգի ամենատարբեր տեսակները։ Իսկ կա բուլինգ Հայաստանում, թե ինքը ինչ-որ մոդայիկ տերմին է, որ արտասահմանից եկել է եւ անիմաստ գործածում են։ Ու կա թվաբանություն առհասարակ, էլի վիճակագրություն։ Բուլինգ կա Հայաստանում, այո, տեղի է ունենում Հայաստանում դա, վիճակագրության մասով հայկական տվյալները հստակ չեմ կարող իրենց բերել, որտեղ հետազոտություններն են շատ քիչ հայաստանյան իրականության մեջ, համաշխարհային իրականության մեջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին հետազոտություններով յուրաքանչյուր 3 երեխայից մեկը ենթարկվում է բուլինգի։ Ինքը սոցիալական երևույթ է ու մենք չենք կարող զերծ մնալ դրանից, այսինքն Հայաստանը չենք կարող հանել ինչ-որ սոցիալական process-ներից ու ասել, որ մենք Հայաստանում ենք ապրում, ունենք հայկական դաստիարակություն, մեզ դա չի սպառնալու երբեք, չէ, դա լինում է ու Հայաստանում էլ է լինում։ Ուրիշ բան, որ այո, անունն է նոր մտել, որպես տերմին բուլինգը նոր է սկսել տարածվել եւ անվանումը նոր է այդպեսին դարձել։ Միջև այդ դե երեխեք իրար ձեռ են առնում, դե երեխեք իրար կխփեն, կցավացնեն, ոչինչ մի երկու հիմար բառել իրար կասեն, հիմա լավ ասում է ապուշ դեբիլ, հիմա ինչ մի կենտրոնացել եք դրա վրա, երեխեք են բառեր են ասում։ Առաջ Հայաստանում սենց էր դա կոչվում։ Հիմա ավելի գիտական մոտեցման ենք եկել, անվանում ենք այնպես ինչպես երևույթը անվանում ենք բուլինգ։ Իսկ այն ինչ-որ ռիսկային խումբ, որ ավելի հակված է բուլինգի ենթարկվելու։ Առաջ համարում էին, որ այո, այսինքն եթե գրականությունը նայենք, առաջ կար այդ հստակ նշումները, որ այս բաների համար մարդիկ կարող են բուլինգի ենթարկվել։ Հիմա դա չկա։ Երբ որ բուլինգի ենթարկվելու հավանականության մասին ենք խոսում, դա կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ ցանկացած իրավիճակում։ Ինչու է սա բնորոշվում այդպես, որովհետև բավականին երկար ուսումնասիրելով բուլինգի ենթարկողների եւ ենթարկվողների վարքը, իրենք շատ փոխվում են եւ հաճախ ես որպես բուլինգի ենթարկվող մեկ այլ իրավիճակում դառնում եմ բուլինգի ենթարկող։ Այսինքն հեչ պարտադիր չի, որ ես մշտական, զոհ չեն ասում, բայց այդ զոհի կարգավիճակում լինեմ մշտական, ես կարող եմ ինչ-որ մեկի հանդեպ դառնամ ագրեսոր։
Ու այսպես ստացվում է շղթայի մեջ ենք լինում, փակ։ Ստացվում է այնպես, որ բոլոր իրավիճակներում կարող են ենթարկվել բուլինգի։ Իմ սանրվածքը հիմա կարող է լինել շատ ընդունելի, մեկ այլ իրավիճակում դա կարող է դառնալ բուլինգի թեմա։ Ես շատ լավ բան հենց նոր հիշեցի, որ ինքս օրինակ դպրոցում շատ մեծ ծավալով բուլինգի եմ ենթարկվել, հա, սկսած իմ ժեստիկուլյացիայից, սովորելուց, դոձիկա եւ այլն, ու հիշում եմ, որ անզորության մեծ զգացում ունեի, ու որպեսզի իմ վրայից ուշադրությունը շեղվի, ես բուլինգի թիրախ դարձնում եմ մեր դասանում ավելի խոցելի մարդկանց, ոչ չեմ իրանց էի պիտակավորում, որ ոնց որ կլինել ինձ չանեք այդ նույնը, ես ինձ շատ մեծ ծավալով, ես եմ թույլ կետերն էի գտել, ու ես փորձում եմ ինձ ամեն կերպ ուշադրությունը իմ վրայից շեղել, որտեղ անտանել էր իմ համար այդ ծավալ, էլի։ Ես կարողա իմ համար ինչ-որ բաներ էի մտածել ջերմանչափը հակառակ թափ տալ, որ ջերմություն ունենա, կամ ինձ տիպում է փսխել, կարողանում է, որ դասի չգնամ ամեն ձև խուսափեմ, որովհետև այդ ալիքը մարդիկ չեն պատկերացնում, որ այդ այնքան sense ինտենսիվ է, հատկապես երեխաների շրջանում, որտեղ այս խոցելի խումբ միանշանակ բոլորն են, բայց ոնց որ վերադառնանք դպրոցում շատ լայն միջավայր է, չէ՞, ստեղծվում sense նպաստավոր պայմաններ, որ ամեն ձև երեխաները ինքնահաստատվեն իրար վրա կամ ագրեսիա փոխանցեն եւ այլն։ Ոնց որ այդ նաեւ դպրոցական կարանք դες դիտարկենք, որ ինքը ավելի բարենպաստ տեղ է։ Հա, դպրոցը ամենաառաջին տեղն է, որտեղ որ բուլինգը արտահայտվում է, ու ի սկզբանե երբ որ ինքը դրսևորվել է, ինքը եղել է հենց դպրոցահասակ երեխաների մեջ արտահայտվող երևույթ։ Ամենամեծ տոկոսայնությունը կա միջին դպրոցում, այսինքն որ այն փուլում, երբ սկսում է դեռահասությունը, այն շրջանում, երբ կայացման ձգտումը ավելի մեծ է ու ոնց պետք է կայանալ, իհարկե ուրիշի հաշվին։ Նենց անել, որ ուրիշ իրան վածկը, լավ զգամ իրան։ Մի հատ հումոր անեմ ուրիշի վրա ու բոլորը ծիծաղեցին, ես դեմք եմ դասարանում, մի անգամից դառնում, հա, այս տարբերակով էր։ Ու դպրոցը միանշանակ դրա համար ամենալավ տեղն է, որտեղ դպրոցում է այն քանակը երեխաների կուտակվում, որը հնարավորություն է տալիս ընտրություն կատարելու։ Շատ երկիր կա Հայկը, կա Եվան, կա Տաթևը, կա ինչ որ ուրիշ մեկը, հիմա պետք է հասկանալ իրանցից ում վրա կարելի է ավելի հեշտ կայանալ։ Ուրիշ բան է, որ ես գնում եմ խմբակ, ունեմ 5 ընկեր, այնտեղ տենց շատ մեծ դրսևորվելու հնարավորություններ չկան եւ ունեմ այլընտրանք 30 հոգանոց խումբ։ Այո։ Իսկ ո՞րն է բուլինգ անելու պատճառները։ Ինչն է մարդուն ստիպում կամ երեխային ստիպում, որ դառնա բուլինգ անող։ Շատ տարբեր են պատճառները, սկսած անձնային ամենատարբեր խնդիրներից, վերջացած սոցիալական միջավայրով, ինքնակայացումն է, ինքնադրսևորման հնարավորություններն են։ Ես ուզում եմ ավելի լավ լինեմ, ուզում եմ ավելի նկատելի դառնամ, հիմա թե ոնց եմ նկատելի դառնում, այդ հեչ էական չի։ Կարող է լինել ընտանեկան խնդիրները, տանը դժվարություններ կա, դա ինչ որ ձևով պետք է հանել, ու եթե ես երեխա եմ, ես փոքր եմ, իմ համար ամենալավ տարբերակը միջավայրն է, միջավայրում դա արտահայտելու ձևն է։ Կարող են լինել անձնային դժվարություններ, չեմ կարողանում շփվել, չեմ կարողանում զրույց սկսել մարդկանց հետ, չեմ կարողանում իմ թույլ ու ուժեղ կողմերը լավ գնահատել ու պատկերացնել։ Ու այս ամենի արդյունքում միակ ճանապարհը որն է, որ ես թաքցնեմ ինչ-որ մի բան, որ ինձ հետ տեղի ունենում, արդյունքում ճնշելով ու նվաստացնելով օրինակ դիմացինին, իրանցավ պատճառելով, այլ կերպ ասած, օրինակ ուշադրությունը կարող եմ ինձնից շեղել այլ մարդկանց վրա, որ ոչ մեկ չկենտրոնանա օրինակ իմ վատրամադրության վրա, իմ ընտանեկան խնդիրների վրա, նրա վրա, որ ես չեմ կարողանում այլ տարբերակով, այլ ձևով արտահայտվեմ։ Իսկ ով է մեղավոր այս դեպքում, ուսուցիչ, ծնող, թե բուլինգի ենթարկողը, ենթարկվողը, որ թույլ է տալիս, որ իրա վրա անեն, այստեղ ում ենք մեղադրում։ Ես յական միշտ խուսափել եմ բուլինգի իրավիճակում մեղավոր ման գալուց։ Եթե նայեմ բուլինգ անողի տեսակետից, կասեմ բուլինգ անողն է մեղավոր, նայեմ մյուսի տեսակետից, կասեմ դիմացինն է մեղավոր, մանկավարժական տեսակետից այնտեղ մեղավոր, այսինքն ցանկացած իրավիճակում ինչ որ մեկի վրա մեղքը բարթելու հնարավորություն ես միանշանակ ունենամ։ Բայց երևի այդ նպատակը դա չի լինում, որտեվ բուլինգը քանի որ համարվում է այդպես սոցիալական համալիր երևույթ, ամեն մեկը իր մասնաբաժինը ունենալու է այդտեղ։ Կա տարածված կարծիք, որ բուլինգի ենթարկվողը ինքը անմեղ է իրավիճակում, որտեղ իրան ծեծել են, իրան նվաստացրել են, իր հանդեպ բացասական վարք են ցուցաբերել։ Բայց երբ որ երեխեքի հետ աշխատում ես, միշտ չի տենց։ Միշտ չի լինում, որ ենթարկվողը ինքը լրիվ անմեղ է։ Ուղղակի ստացվում է, որ բուլինգի ենթարկողի եւ բացասական վարք ցուցաբերողի իրականացած գործողությունները շատ ավելի ցայտուն ու բացասական են։ Բայց պատկերացրեք մի հատ իրավիճակ անընդհատ ինչ որ մեկը գա ու ասի դու չես կամ խաղաս։
դու ֆուտբոլ խաղալ չգիտես, դու ֆուտբոլ խաղալ չգիտես, դու ֆուտբոլ խաղալ չգիտես, սենց ցածր կամած, անընդհատ։ Մի անգամ ասես, չէ, գնային կողմ, երկրորդ անգամ ասես գնային կողմ, երրորդ անգամ ասես գնային կողմ, չորրորդ, 10-րդ անգամ, երբ որ դու դեռ ասես դու իրան կխփես։ Ու շատ վատ կխփես։ Արդյունքում կստացվի, որ դու ագրեսոր ես, դու ֆիզիկական բուլինգի ես ենթարկում դիմացինին, մեկին, որ օրինակ քեզնից ֆիզիկապես ավելի փոքր է, ու բոլորը սկսում են գտնել պատճառներ, մեղադրել այն երեխային, որ խփել է մյուսին։ Բայց այս դեպքում բուլինգ մենք չենք համարում, այն որ թեկուզ ինչ որ մեկը անընդհատ գալիս է ու ականջիդ նստած ինչ որ մի բան է ասում, էլի, այս դեպքում երկկողմանի ինչ որ բուլինգի գործընթաց է։ Բայց ես ծեծվում եմ, հա, եթե ես բառային վերբալ բուլինգ եմ կիրառում, արդյունքում ես ծեծվում եմ, ստացվում է, որ իմ հանդեպ կիրառածը շատ ավելի վատն է։ Ու ստացվում է, որ իրավիճակում ես անմեղ եմ, դիմացինը մեղավոր է, որտեվ ինքը ավելի վատ բան է կիրառել։ Ու ուտեղ մեծերը գալիս են, հայտնվում են լավ խորհրդատուի դերում, բա բարերով բացատրեիր, բա ինչի՞ չես խոսել, բա ինչի՞ չես կարողացել։ Որ երեխան բարերով խոսի, իրան պետք է դա ինչևէ սովորեցնել, որպես ինքը բառերով բացատրի, դիմացինը պետքա բառերը հասկանա։ Ուրեմն այս դեպքում մեղադրանքը դեպի մեծահասակներ, էլի ծնող, դասատու, դեպի իրանց ուղղորդելը ավելի Եթե փորձենք մեղավոր գտնել, գնալվենք դեպի մեծերի դաշտ ու ասենք, որ ինչ ենք արել։ Ինչներ սխալ գնացել, ինչ չգիտեն երեխաները, որի արդյունքում իրանց վարքը այսպեսին է լինելու։ Հիմա դա ասում եմ ու նաև զուգահեռ մտածում եմ այն մասին, որ հեղինակներից մեկի մոտ էի կարդում ես վերջերս, որ անկախ նայած թե մեծերը ինչ անեն, բուլինգը լինելու է։ Որտեղ բուլինգը տարիքային դրսևորում է ու ինքը ունենում է իր արտահայտումը, անկախ նայած մենք ինչ ձևով անենք, թե չէ։ Այստեղ հարցը ուրիշ է լինում, որ երբ որ ինքը առաջին կամ երկրորդ անգամ արտահայտվում, մենք ինչ ենք անում դրա հետ։ Մենք թողում ենք, որ դա անցնի նույն այդ բնորոշումներով, որ դե լավ երեխեք են անցավ գնաց, թե դրա հետ ինչ որ բան փորձում ենք անել։ Եթե թողնում ենք ինքը անցնի, բնականաբար խնդիր է դառնում։ Ուղղակի հենց այս դեպքում օրինակ ես որ իմ պատմություններն եմ հիշում, ասենց անզորության շատ մեծ զգացում կա։ Այսինքն ես դե իհարկե ինքնամեղադրանք գալիս է դեպի քեզ, ես ուրեմն ինչի եմ ձեռներս են շարժում կամ կողեր լավ չսովորեմ, հա, պայմանական մտքեր, բայց դեպքում ես ինչ անեմ, եթե ունեմ այդ անզորության զգացումը, էլի, ում այդ հասցեավորեմ, ով պետք է իմ խնդիրը լուծի, ոնց պետք է այս իրավիճակից դուրս գամ, կա սենց իրավական կարգավորում, թե չէ։ Անզորություն գալիս է, որովհետև մենակության զգացում է գալիս, որովհետև ես մենակ եմ իմ խնդրի հետ, ոչ մեկ գլուխ չի դնելու, ոչ մեկ չի մտածելու ես իմ ձեռքերը ոնց շարժեմ, որ չդառնամ բուլինգի զոհ։ Ու ստացվում է այնպես, որ եթե ես մենակ մնացի ու ես էլ փոքր եմ, մնացածը իմ կողքն են ու իմ ընկերներն են, ըստ էության դասընկերներն են, ոչինչ անել իրանց հետ չեմ կարողանալու։ Իրավական դաշտին հասնում ենք ավելի խիստ դրսևորումների ժամանակ, այս դեպքում գալիս ենք դեպի դպրոցական դաշտին ու դպրոցական կարգավորման ընթացքում։ Սովորաբար մենք միշտ խորհուրդ ենք տալիս երեխաներին գոնե մեկ մեծահասակի հետ դա կիսել, դա կլինի ծնողը, կլինի ուսուցիչներից որևէ մեկը, հարազատ մեծահասակ, ինչ որ մեկը ունենալ, ում հետ կարողանալ կիսվել։ Անհնար է դպրոցում աշխատելով բաց թողել են միտքը, որ երեխեքից մեկի հետ ինչ որ մի բան տեղի է ունենում։ Միգուցե մենք նկատենք դա մի քիչ ուշ, բայց չեն կարող բաց թողել։ Այսինքն չեմ կարող բաց թողամ, օրինակ որ հայկը անդրամադիր է դպրոցում։ 1, 2, 3, 10, մի ամիս, 2 ամիս, 3 ամիս տեսնելու եմ, չէ՞, հայկետ ինչ որ մի բան է կատարվում։ Պարտադիր չի հայկը ինձ պատմի այդ մասին, բայց գոնե ես իրան հաստատ ուղղորդում եմ, որ հայկան պետքա գտնել ինչ-որ մի մեծահասակ, ում պատմել այդ մասին։ Ու բանալի բառը մեծահասակն է։ Մեծահասակ ասելով չեմ հասկանում, օրինակ ես 6-րդ դասարան եմ, 10-րդ դասարանցի եմ գտնում։ Խոսքը հենց մեծահասակի մասին է։ Okay, առաջի քայլով պետք է բնականաբար կառուցել նենց հարաբերություններ, որտեղ ցանկացած երեխա, ես ուզում բոլոր ծնողները ֆիքսեն էլի, որ պետք է այնքան վստահելի հարաբերություններ, որտեղ մեր իրականության մեջ այնքան ճեղքված կա ծնող-երեխա հարաբերությունների, որ չկա այդ վստահությունը, որ երեխան գա, որտեղ կողո մեղադրական ալիք դե թույլ ես, գնա կարատեի քեզ տանեն, քեզ կարեիր պաշտպանել, էս աներեն, աներ, որ երեխան այդ բնույթը չունի, այդ տեսակը չի եւ այլն, ու պետք է այդքան անհատականացված լինես, որ հասկանաս, որ տարբեր են երեխաներ, էլի, ու այդ մեղադրական ալիքները, չգիտեմ, էլի ինչ որ մի բաները, որ ամոթ հասուս եւ այլն գլուխդ կախ պահի,
1000 մի խոսք կար էլի հնչի ծնողից։ Ուզում միշտ այդ կետը ֆիքսենք ու այդ շատ ասենք, որ այդ փոխհարաբերությունների մասով էլի։ Ծնող երեխա փոխհարաբերությունները ոչ միայն բուլինգի դեպքում է առաջնային դառնալու, ցանկացած հարց, ինչ տեսակի հոգեբանական, հուզական, վարքային դրսևորման մասին մենք խոսենք, մենք միշտ գալու ենք ծնող երեխա այդ փոխհարաբերություններին։ Ես չեմ ուզում են գնանք այն ծայրահեղությանը հիմա էլ որ ամեն ինչի համար ծնողը մեղավոր է, ամեն ինչի համար բանը, ես իմ բոլոր տրավմաների համար պետք է մեղադրեմ իմ ծնողներին, չէ, այս ծայրահեղության մեջ չենք ընկնում, բայց ծնողավարման առաջին կարևոր սկզբունքը վստահելի հարաբերություններ ձևավորելն է երեխու հետ, վստահելին է նա, որ ես որպես մամա լինում եմ ամենավստահելի մարդը իմ երեխու համար, որ ուզում է գա ինձ պատմի, ես որպեսզի ինքը գա ինձ պատմի, ես պետքա լինեմ անքննադատ իր հանդեպ։ Հիմա սա ես պատկերացնում ինչ բան է, ռեակցիա է առաջացնում ծնողների մոտ, ովքեր լսում են, ինչ է նշանակում ես իմ երեխային չքննադատեմ, դա ոնց է հնարավոր։ Խոսքը չի գնում քննադատելու մասին, խոսքը գնում է, որ ես լսեցի, հասկացա, պատկերացրեցի ինչ է տեղի ունենում, հիմա գալիս է իրան ուղղորդելու պահը։ Ուղղորդելու պահը կարող է լինել այն մասին, որ գիտես, բալես այս իրավիճակում իմ պատկերացմամբ երևի կարելի է այս տարբերակը կամ կարող է սխալ ես արել, ինչ ես մտածում։ Խոսքը չի գնում այն մասին, հիմար ես դու, բա լավ արել, տենց է արել քեզ։ Բա որ դու տենց սուս ու փուս նստած լինես, ինքն էլ պետք է տենց հանի, խիչ պետք է ասի։ Այս դրա մասին է խոսքը, ինչ որ հաճախ ենք մենք անում։ Երբեմն անում ենք ծնողական անզորությունից, երբեմն անում ենք գիտելիքների պակասից, տարբեր պատճառներով, բայց երեխայի հետ կապն ու կոնտակտը գալիս է իրան լսելուց եւ իրան պարբերաբար արձագանքելուց ու իր հետ միասին լուծում գտնելուց։ Մեկ ծնողներին թվում է, որ եթե ինքը եկավ ասեց, որ ես ծեծվում եմ դպրոցում, ես հենց հիմա այդ հարցը պետք է լուծեմ։ Հենց հիմա նենց որ վաղը ինքը գնա, չծեծվի դպրոցում։ Բայց կամ հա ծնողի հետ մյուս պետքա գնա այդ լուծի բան, բայց երեխեքը այդտեղ արանքում ինչ եղան, ոնց գացին, ինչ փոխվեց բան եւ այլն, դա վերանում է, էլի հիմնականում։ Իրանք չեն էլ հաշվի առնում, ինչ է այնտեղ տեղի ունենում։ Դեռ եթե ես մտածում եմ, որ ես որպես մամա ունեմ այդ ուժն ու առավելությունը, զանգում եմ մյուսի մամային, մի քիչ երկար բարակ տեղն եմ դնում, որ այսինչ անդաստիրակ երեխա դու ունես, ենթադրելով, որ վաղը պետք է իր երեխան իմ երեխայի հանդեպ դրական վերաբերմունքով գա, ինչի։ Եթե ես զանգել եմ, անպատվել եմ իր մամային, ինչ պետք է իր երեխան իմ երեխայի հանդեպ դրական վերաբերմունքով գա դպրոց։ Դեռ մի բաներ պետք է գա ասի քո մաման ոնց էր իմ մամայի հետ խոսում։ Շատ հայկական իրականություն գալով։ Կամ խես մամային ասել։ Հա, խաբար բզիկ ես։ Ես հիշում եմ էլի մեր դպրոցում, երբ որ տենց ինչ որ կռիվներ էին լինում, այս դեպքում մեր դասարանում հիմնականում ով որ մեծ աղբեր ուներ, ասում էր կգնա մեծ աղբորս դե կասեմ, ասում էր մեծ աղբերը գալիս էր այդ տարիքակցի հետ կռիվ էր տալիս, ինչ որ տենց լեզվակռիվ էր գնում կամ արդեն ծնողների իրար մեջ, բայց այդ երեխեքի, այսինքն ինչ որ մի ձև աշխատանք չէր տարվում, որ այդ երեխաները իրար հետ հարաբերությունները լավացնեն, որ հասկանան ինչի պատճառով էր, ինչի հիմքով էր, իսկ դասատուները ընդհանրապես մի հատ էլ իրանք էին չգիտեմ, ուղղորդում, որ դեպի բուլինգի գնա, շատ դեպքերում օրինակ դե հա, ինչ հարեցիր, բա իհարկե մարդը կներվայանա, մի հատ շուռ կգա, ամեն դեպքում ինչ իրավիճակը ասես եղելա, դրա համար եմ էլի բանանում, որ սենց դեպքերում սովորաբար երեխան հայտնում է մի իրավիճակում, որ չի իմանում էլ ում կարա դիմի, որովհետև ոչ միտեղ ապահով չի, ոչ միտեղ իր օգուտի համար ոնց որ չանեին էլի։ Դրա հետ համաձայն եմ, շատ դժվար է, ու շատ դժվար է դեռահասին բերել այն մտքին, որ դու կարող ես ինչ-որ մեկի հետ կիսվել, բայց իրական շատ գաղափարը էական նրանում է, որ եթե ես բաց եղա ինչ-որ մեկի հանդեպ այնտեղից աջակցություն չստացա, մեկ այլ մարդու հետ դա կարելի է փորձել։ Այո։ Որտեղ եթե ես գախնի պահեցի, իսկ եթե հայք չի ասում ինձ, որ նմանատիպ բան կա, հա ես տեսնում եմ որ տխուր է, բայց գործողություն անել չեմ կարողանա, բացի նրանից որ սկսեմ երեխեքին հետևել ուղղակի իրանց ամենտեղ նայել իրանք որտեղ են ինչ են։ Սա էլ է տարբերակ, դրան է կարող ենք գնալ, բայց այս բարեկամ եթե ես որպես երեխա ում որ բուլինգի են ենթարկել ոչ մի ձևով, ոչ մի նշան չեմ տալիս նրան, որ ինչ-որ մի բան իմ հետ կատարվում է, երեխեքն էլ իդեալական են թաքցնում։ Երբեմն չես հասկանում այնտեղ ինչ կատարվեց, նայում ես աչքիդ առաջա տեղի ունենում, բայց չես կարողանում ասես։ Դե փաստացի ոչ մի խնդիր տեղի չի ունենում այստեղ։ Պարտադիր չի ամբողջ կոնտեքստը բարձրաձայնվի, բայց խոսել ինչ-որ բանի մասին, որ իմ հետ ինչ-որ բացասական, ինձ դիսկոմֆորտ է դպրոցում, ինձ լավ չի հարաբերությունների մեջ, ինձ լավ չի մաթեմատիկայի դասին, իմ համար լարող է էքսկուրսիաներ գնալը։
արտահայտություններ, որոնք չեն ուղղորդում, որ գնացեք իմ դասարանի ես ինչին մի բան ասեք, բայց իմացեք, որ ինձ լավ չի այս իրավիճակում։ Սա ոնց որ առաջի քայլն էր, հա, ոնց որ վստահություն, այդ դեպքում գտար մեծահասակին հաջորդ քայլը որն է լինում։ Այստեղ մեծահասակի ներգրավվածությունը հաջորդ ամենակարևոր կետը գալու, Այն գրագետ մոտեցումը որն է մեծահասակի, որ ոչ թե գնա կռիվ անի կամ եւ այլն։ Առաջին քայլը մեծահասակի կողմից լինում է այն երեխայի հետ, ով որ ենթարկվում է։ Ու ամենակարևոր բաները գնում ենք մի քիչ հուզական դաշտի ուսումնասիրության, ինչ է զգում, ինչ է կատարվում, ոնց է դրանք քո հույզերը արտահայտում, ու մոտ ես կարողանում արտահայտել, ինչ է տեղի ունենում հենց հուզական դաշտում։ Մյուս քայլը վարքն է, ինչ ես անում, որոնք են քո դրսևորումները, ված գացիր քեզ, հետո քայլդ որն է լաց եղար, գնացիր խփեցիր իրան, սկսեցիր իրան ներվերը ուտել, մանր բաներ անել, ինչ ես անում քո գործողությունները, այդտեղ որոնք են, ու իր հետ հստակ վերլուծություն թե հուզական վիճակի, թե վարքային դրսևորումների։ Մյուս կարևոր բանը մեծահասակի կողմից հասկանալ այս երեխան ինչ առանձնահատկություններ ունի եւ որով կարող է լինի նկատելի դպրոցում, որ իրան ընդունեն որպես երեխա, ով որ ունի տարբեր առանձնահատկություններ, ոչ թե դպրոցի պետք է տենց հասան, որտեղ այդպես է, այն խեղճ երեխեն դասարանի։ Բայց ուսուցիչներն իրար հետ խոսում են, ասում են, այնպես լավ երեխա է, բայց այնպես խեղճ է։ Իմ կողմից էլ որպես մեծահասակ արդեն պիտակը գնում է այդ երեխայի հանդեպ։ Ոչ թե այս տեսակետից, այլ ինչ յուրահատկություններ ունի, ոնց կարող է արտահայտվի։ Այդ օրինակ կբերես տար։ Ես մի հատ դեպք ունեի, ինքը շատ վաղուց ա եղել, բայց այս բանը նույն քիչ կփոխեմ իհարկե իրեն, բայց գաղափարն էր, որ ես ունեի երեխա, որ չէ սիրում ֆուտբոլ խաղալ։ Տղա։ Որ չէ սիրում է երեխան այդ ֆուտբոլը, իսկ եթե դու հայկական դպրոցում ես հայ տղաների մեջ, նո ֆուտբոլ սիրել այդ մեղք է արդեն իրանով ու ինքը շատ ծաղրանքեր արժանում դրա համար, ինքը չէր սիրում այս ֆուտբոլ խաղալը, իրան հաճելի չէր, ինքը ոչ մի ձև չէր ներգրավում այդ խաղը, բայց իրան էլ էր դրանից դիսկոմֆորտ։ Երբ որ ֆուտբոլ էին խաղում, ինքը անդադ խանգարում էր այդ ֆուտբոլը, որի արդյունքում իրան էլ էին անդադ ծաղրում, բայց էլի այդ փակ շղթայի մեջ էինք մտել, ինքը սիրում էր աստղագիտություն։ Դե հիմա արի բացատրի, որ 12 տարեկան տղաները այդքան էլ չեն սիրում աստղագիտությունը։ Ու տենց շատ երկար իր հետ մտածում էինք ինչ անենք, ինքը մի օր ասում է մի քիչ պատմի ինձ աստղագիտության մասին։ Ինքը սկսեց պատմել աստղագիտության մասին, ու իր հետ շատ երկար խոսեցինք աստղերից, դասավորությունից, ամեն ինչից։ Ու ինչ որ դասավորություն էր ցույց տալիս, այսա հնարավոր է ֆուտբոլի դաշտում անել։ Ասեց, հա։ Այսինքն կարող ենք տենց ֆուտբոլիստներին էս դասավորենք, որ ֆուտբոլի խաղը չտուժի, բայց նաև համաստեղությունը նկարվի ֆուտբոլի դաշտում։ Ասեց, հա։ Ստարի գնանք բացատրենք երեխեքին մյուսներին ինչ է այս դասավորությունն իրանից ենթադրում ու որ ֆուտբոլի խաղը կարող է դրանից ավելի շահի։ Ու մենք գնացինք իրար հետ, բնականաբար ես աջակցել եմ այդ պահին իրան, բայց մենք իրար հետ սկսեցինք այդ դասավորել, ինքը պատմում էր աստղերի մասին ու իրան լսում էին։ Որտեղ դա համակցված էր նրա հետ, ինչ որ մնացածն են սիրում, բայց դա իր հետաքրքրությունն էր, ինքը յուրահատուկ էր իր աստղերի հանդեպ ունեցած սիրո մեջ, ու ինքը պատմում էր իր մասին, իրան հետաքրքրող բանի մասին, ու այդտեղ ինքը ասենց շատ ինքնավստահ էր, ինքը արտահայտվում էր, ինքը խոսում էր, ինքը ուրախ էր, ու ինքը դառնում էր լսելի մյուսների համար։ Սիրուն օրինակ էր։ Ուտեղ մենք անսպասելի օրինակ էր։ Մենք սկսեցինք ու հետո այդ բանը արեցինք, նկարեցինք, ինչ որ չգիտեմ, խառնվել էինք իրար վերևից ուզում էինք նկարենք, տարբերակներ գտանք, բայց այս երկու կողմի համար ընդունելի էր։ Նես չէ որ սա շարունակվել է, ամեն օր իրանք համաստեղություններ չէին գծում ֆուտբոլ խաղալուց, ու այս երեխաներ չէր շարունակում ֆուտբոլ խաղալ, բայց իրանք իրար համար ընդունելի էին դարձել։ Գոնե բացատրվող։ Որ կարելի է սիրել ինչ որ, օրինակ ֆուտբոլի չափ, կարելի է սիրել աստղերը ու պատմել այդ մասին։ Սա իրանց համար ընկալելի դարձավ։ Որ դու sense միշտ խոսում ես, իմ մոտ գալիս է միտքը, որ պետք է իրոք ամենափոքր կետից մարդկանց ցույց տալ բազմազանության, զանազանության գեղեցկությունը։ Որ այդ աշխարհի ամենասիրուն բանն է, որ մենք բացարձակ իրարից տարբեր ենք ամեն ձև, ու հենց այդ էլի հետաքրքրությունը, թե չէ, բոլորս նույնը լինենք, ինձ թվում է տենց շատ ձանձրալի կլիներ, էլի։ Տնից սկսած ուսուցիչներից վերջացած, երբ որ մեզ սովորացնում են մեր տարատեսակ լինելուն։ Ու դրա սիրունությունը կարողանան ցույց տան, էլի։ Ես այդ խնդիրը ունեցա մի անգամ, երբ որ դասարանից մեկում աղջիկ էր, ընդ որում այս մեծերի կողմից բուլինգներ երեխեքի հանդեպ։ Այդ դա էր կաղու շատ լավ արտահայտված, հակառակն է կա երեխեքի կողմից մեծերին, բայց այս դեպքում մեծերիններ աղջիկ ունեի երեխա, ով որ սիրում էր ֆուտբոլ խաղալ, նույն ֆուտբոլի թեմայից։ Ու բոլորի մոտ այդ ռեակցիան ինչ ենք ֆուտբոլ խաղում։
Ինչ չպետք է խաղա։ Ասում ես ինչ պետք է խաղա։ Ասենք գաղափարը ո՞րն է իր ֆուտբոլ չխաղալու։ Ինչ եք ուզում էլի դրանով որ լինի։ Օրինակ ասենց բոլորը այդ բարբերաբար այդ բանը կար որ դասամիջոցին դուրս էր գալիս, ասենց մեկ էլ արձագանքում գնում ես էլի ֆուտբոլ խաղաս։ Հա գնում եմ ֆուտբոլ խաղ։ Արդեն ես էի պատասխանում, այդտեղ չգիտեի որ հա գնում եմ ֆուտբոլ խաղալու ու ոչ մի արտասովոր բան դրա մեջ որ աղջիկը խաղում է ֆուտբոլ չկա, կան նույնիսկ այն չի որ աղջիկական չաղջիկական թեմաները, դու կան աղջիկների ֆուտբոլների խմբեր։ Այսինքն դա նույնիսկ այդ գաղափարը չկա, բայց կարծրատիպորեն մեր մոտ այնքան է նստած սահմանափակումը ու մենք էլ երեխեքին ահավոր սահմանափակում ենք այդ մտքերով։ Իրանք չունեն, եթե ուշադիր հետևեք փոքր երեխուն, որ նոր ծնվում է ու ծանոթանում է աշխարհին, իր համար հավասարապես լինի ինքը տղա-տիկնիկը հետաքրքիր է, հավասարապես գնդակը հետաքրքիր։ Նույնը հակառակը չունի այդ տարաբաժանում օրինակ խաղալիքները սեռային ստեղա անդեղա։ Ու իրանք շատ հանգիստ են դրա մեջ։ Դա սոցիալիզացիայի մեջ մենք սկսում ենք իրանց տալ ինչ որ բաներ, կաղապարներ, ու ասում ենք մտեք դրա մեջ։ Այ որ չես մտնում, ես քեզ բուլինգի կենթարկենք, որ քեզ տեղավորենք, կապ չունի վատը չի եւ այլն։ Հա։ Բայց կներես, ես շղթան ուզում շարունակենք միջև վերջ, այսինքն ոնց որ մենք հասկացանք, վստահելի մեծահասակ, մենք հասկացանք, որ մեծահասակը փորձում է երկխոսել, հասկանալ կարիքներ, դրսևորումներ եւ այլն։ Այս շղթան փակենք, ոնց է այս հարցը լուծվում։ Մենք գտանք այդ տարբերակը դրսևորելու, սա մի երեխան էր։ Մենք գտանք իր ձևը, տարբերակը, որով ինքը ավելի ընդունելի դարձավ։ Չէ՞, բայց ես նույն ֆուտբոլի օրինակը ես չբերեցի, չէ՞ նրան, որ այն ֆուտբոլ խաղացողները չեն նեղացնում մյուսներին, ոչ մի բան չեմ արել դրա հետ։ Նամար բուլինգը ինքը երբեք չի ենթադրելու այս մի երեխու հետ sense աշխատանք, ինքը ենթադրել է մյուս երեխու հետ, էլ մի հատ էլ են կողքի երեխեքի հետ աշխատանքը։ Իդեպ ստատիստիկա կա, որով որ կողքից դիտողները վկաների միջամտության դեպքում 60%-ով պակասում է բուլինգի հավանականությունը, եթե կողքի նայողները միջամտում են process-ին։ Դրա համար մեր մոտ 3 խումբ է աշխատանքի։ Բուլինգի ենթարկվող, բուլինգ իրականացնող եւ վկաները, դիտորդները, հա, ովքեր որ կողքից կանգնած նայում են։ Հաջորդ փուլը գնում է ստեղ, հիմա ես գիտեմ արդեն այս իրավիճակի մասին, եկանք մյուս երեխեքի հետ։ Որքան էլ տարօրինական նույնն է լինելու ձեր շղթան, այս մյուս երեխու հետ։ Հա, իր առանձնահատկությունները, իր հույզերը, իր վարքը, իր գործողությունները ու ինչով է ինքը առանձնանում, ինչով է ինքը յուրահատուկ։ Եթե առաջին դեպքում ես իր յուրահատկությունը դուրս էի բերում, որ ինքը կարողանա ինքնաարտահայտվի, երկրորդ դեպքում ես յուրահատկությունը դուրս եմ բերում, որ ցույց տամ, որ դու սենց էլ ես լավը։ Այս մյուս կողմը էլ է շատ սիրուն ու լավ։ Այդտենց դեպքերից մեկը էր, որ դες մի հատ երեխա էր ծեծում էր, ահա որ բոլորին։ Մեկը մի բառ ասում էր, ինքը ծեծում էր։ Ծեծում բոլորը գիտեին այն դասանի ծեծող բանով, տարբերակով։ Ու իրան դուր էր գալիս, որ ինքը հայտնի է որպես դասանի ամենաչար ծեծող երեխա։ Ինքը շատ լավ նկարում էր։ Դες մի օր պայմանավորվեցինք ուսուցիչների հետ, ասի կարող ենք ցուցահանդես անել։ Փոքր, շատ փոքր։ Դասարանի պատի կողքը, որ իր նկարները լինեն, ու դպրոցում տարածվեց դա, որ գնանք իր դասարան, իր նկարները տեսնելու։ Այնքան լավ էր իրան զգում, այնքան կայացած էր իրան։ Իր կարիք ուշադրության բավարարվեց շատ ճիշտ է։ Այսինքն պետք չէր ծեծել ինչ որ մեկին, որ իրան գան ասեն են դասարանի երեխեն է, իրան պետք էր որ ինչ որ մեկը իրան նկատի։ Դրա համար այս մյուս խմբի հետ ենք մենք գալիս այդ կետին ինքնաարտահայտման, ինչ տարբերակ կա։ Այդ որ ասում են գրականության մեջ կառուցողական ինքնաարտահայտում, դա ստից տերմին չի էլի, ու ստից չի գրած, այնտեղ սիրուն բառեր չեն։ Իր գործումը շատ པարզ բաների մեջ է, բայց դա մեզնից տանելու է ջանք եւ ներգրավվածություն որպես մեծահասակ։ Դա պետք է միանշանակ անել։ Ու որպեսզի լինի ամբողջական, մենք ունենք նաեւ երրորդ կողմը այդ վկաներն են, մինչև այդ ամենաբարդն է, անկեղծ ասած։ Ի տարբերություն բուլինգի ենթարկողի եւ ենթարկողի հետ, այստեղ շատ հստակ գիտեք ինչ եք անում ամեն մեկի հետ։ Վկաներինը մի քիչ ավելի երկար է տևելու աշխատանքում, այնտեղ շատ ներքին անձնային աշխատանք է ընթանալու, բարձրաձայնելու եւ խոսելու հետ կապված։ Որ եթե ես համարում եմ, որ սա սխալ է, իմ կարծիքն է։ Պարտադիր ճիշտ լինի։ Դա իմ կարծիքն է, ու ես ունեմ կարծիք, որ չի կարելի ծեծել։ Ինչն է ինձ խոչընդոտում, որ ես դա բարձրաձայնեմ ու ասեմ, որ խոսեմ այդ մասին, որ նկարագրեմ այդ մասին։ Ուստեղ լիքը բաներ դուրս կբերեք, սկսած նրանից, որ օրինակ ես ուզում եմ հարց տամ դասի ժամանակ չեմ կարողանում այդ հարցը տամ, որտեղ համարում եմ, որ դա կլինի սխալ, ծիծաղելի, ինչ որ տարօրինակ մի հատ հարց կլինի, վերջացած իհարկե նրան է, որ ես վախենում եմ, որ դա իմ վրա կպտտվի։ Միանշանակ։ ամենամեծ վախը։ Իմ վրա պտտվելը ամենամեծը։ Ամենամեծ վախն է, որ դա հանկարծ կարող է
իմ վրա պատտվի եւ ես այդտեղ չգիտեմ ինչ կարող եմ արդեն անել։ Իսկ այս դեպքում թե երեխաները իրար մեջ հասկացանք, եթե ուսուցիչն է բուլինգի ենթարկում, անսահման տարածված երևույթ է։ Աշխատանքից կներեք։ Հա, բայց Կարող եմ մի քիչ ծայրահեղ եմ ասում, բայց հա, շատ ճիշտ է։ այդտեղ ես եմ ծայրահեղ երևի իմ նաև մոտեցումներում, որ ես կարող եմ լիքը աջակցող լինել մանկավարժների հանդեպ, բայց եթե կա Չէ, միշտ հիշենք, որ շատ լավ մանկավարժներ կան, անսահման շնորհակալ ենք, էլի, ոչ երբեք իրանց մասին, որտեղ չենք ուզում տենց թյուրիմացիոն լինի, ոնց որ որակավորում տալիս ես բոլորին, սա համընդհանուր չի, բայց օրինակ իմ դպրոցական տարիներում կար մանկավարժ, որ մեզ բոլորիս անվանում էր վիժվածքի ծնունդներ։ Այն տարիքում, երբ որ մենք չենք վիժվածքը թե ինչ է, մեզ ապտակել են, ասեն շարք են կանգնացրել, ում ամենաշատ չէ սիրում, իրեն ավելի ուժեղ էր ապտակում, էլի։ Ու սենց գերում տենց հա, որտեղ դասից փախել են, կանգնել են, ապտակում էին։ Հա, ես այդեն շատ դեպքեր ունեմ, որ լիքը դեպքեր կա, էլի։ Իմ ամենալսած երևի ամենաաբսուրդ դեպքերից մեկն էր, որ եթե դու դասը չես սովորել, կար 2-ի գլխարկ, դա պետքա դնվեր քո գլխին, ու դու ամբողջ օրը այդ գլխարկը գլխի դրի 2 գրած, դու պետքա ամբողջ օրը դպրոցում անգար ու բոլորը իմանային, որ դու 2-ը ստացել ես օրը դպրոցում։ Այդ Հայաստանում է։ Հա, այդ Հայաստանում է աբել, ու ես sense այդ շատ sense абսուրդ բաներից էր, բայց հետ գալով մանկավարժներին, ինչի տենց շատ կատեգորիկ արտահայտվեցի այդ մասին, որ Շատ ճիշտ։ չպետք է իրենք աշխատեն, որտեվ չկա մանկավարժություն ու չկա դաստիարակություն, երբ որ ես նվաստացնում եմ ինչ-որ մեկին։ Այնինքն թե ես ուզում եմ մեկը լավ բաներ սովորի, ես չեմ կարող իրեն վատ տարբերակով ճնշելով ես մեծահասակ եմ, ցանկացած մեծահասակ, ցանկացած կարա ճնշի ցանկացած երեխայի։ Սա միանշանակ է։ Ու դա չի քննում ամենայն անկարգ երեխեքն են, որ ասում են իրենք չեն ենթարկվում անդաստիարակեն, չգիտեմ ինչ են եւ այլն։ Ցանկացած մեծահասակ ունի գերիշխանությունը երեխայի հանդեպ։ Ինքը կարող է դա անել։ Իմ նպատակը որն է, ես ուզում եմ ճնշեմ այդ երեխուն, թե ուզում եմ իրան օգնեմ։ Եթե իրան ուզում եմ օգնել, ես չեմ կարող լինել այն մեկը, որ իրան կասի վիժված կամ իրան կասի անդաստիրակ կամ իրան կասի հիմար, անասուն կամ գտնի իր գլխին 2-ի գլխարկը, որտեղ դու այսօր ինքան վատն ես եղել, որ չես սովորել։ Ես այս միտքը այս վերջերս շատ հաճախ եմ կրկնում, ոչ միայն Հայաստանի խնդիրն է, աշխարհի դաստիարակությունը միշտ գնում է վատը մեծացնելով։ Իսկ մենք անդադ ինչ ենք անում դաստիարակելուց, սա մի արա։ Այն մյուսի մեջ ենք բացասական բան գտնում։ Ու քանի անգամ ենք տեսել, որ ծնողը ուսուցիչը այդ մի արայի քանակի ասի այն ինչ որ երեխան լավ է անում։ Շատ սիրում միտքեր ապրես։ Երբ որ երեխեք խաղում են հանգիստ, ձեն չենք անում, ձեռք չենք տալիս, հանկարծ բան չլինի, չկպնենք, հանկարծ իրանք բան չանեն։ Կամ նույնը դպրոցում երեխեքը հանգիստ խաղում են իրար հետ, խաղում են, ձեն չենք համսուս, չխոսակ, չանցնեք կողքով։ Դա անում ենք այն նպատակով, որ թող խաղան ինչ լավ է, բայց երեխան չի ստանում ամրապնդումը դրա, ու անընդհատ կա ձգտում ինձ նկատեք, ինձ ամրապնդեք, որ ես լավ բան եմ անում, արդյունքում այդ նկատելը դառնում է, որ ես միջանցքում գոռալով եմ հանգալիս, հատ կարող տեսնեք, որ ես այս միջանցքով անցնում եմ։ Իրական դաստիարակությունը, մանկավարժությունը բացասականի մասին չի, այդ դրականը ընդգծելու ու մեծացնելու մասին է։ Եթե մենք մեծացնում ենք դրականը, բացասականը պակասում է։ Իսկ մենք հակառակն ենք անում, մենք անդադար ասում ենք մի արա։ Այս մի արաները ավելի շատ են։ Ինքը ավելի շատ գիտի ինքը ինչ չպիտի անի, քան ինչն է լավ անում։ Նամար գնում ենք հարցազրույցի, ասում են ինչն է լավ անում։ Կամ բոլորը ասում են շատ հիմար եւ վատ հարցը 3 դրական բան ձեր մասին։ Հա, կարող եմ ինքը կաղապարված հարցադրում է, բայց եթե ես որպես անձ ես չգիտեմ դրական բաներ, իմը տեղյակ չեմ, ես ինչն է իմ մոտ լավ ստացվում։ Խնդիր չի դա, որ ես լավ բան չեմ կարողանում իմ մասին ասեմ։ Միանշանակ։ Դե ինչ որ ձևով բացասական է, ու այս գալիս է նրանից, թե մենք ինչ ուղղորդում ենք տալիս երեխեքին։ Սա ֆենոմենալ դիտարկում էր, սա ասենց արտակարգ սիրուն միտք էր։ Համաձայն եմ։ Իսկ ով է պատասխանատու դպրոցում, շղթան ոնց է էլի այդ բուլինգի։ Դպրոցում բնականաբար առաջին պատասխանատուն դասղեկն է լինում, ով որ փորձում է կապի մեջ լինել դպրոցի հոգեբանը, հիմա դպրոցներում հոգեբան ունենք, հաստիքը նորից է եկել, դասղեկն է դպրոցի հոգեբան, հետո դպրոցի ադմինիստրատիվ թիմ։
բայց պարտադիր ներառվում է դպրոցի ադմինիստրատիվ թիմ, որից հետո արդեն ծնողներ ու հետագա աշխատանքի կազմակերպումը։ Իսկ ծնողը ինչպես նկատի, որ իր երեխային բուլինգի են ենթարկում։ Իրականում ուշադիր ծնողի պարագայում այդքան բարդ չի նկատելը։ Մեկ-մեկ երեխեք լավ թաքցնում են, բայց երբ որ մենք անընդհատ փորձում ենք երեխայի առօրյայից հետաքրքրվել հարցնել, բարդ չի լինում։ Ինչ հուշող բաներ կան, առաջին ամենակարևոր բանը Հայկը օրինակը բերեց, որ օրինակ ինքը արհեստական փսխումներ էր առաջացնում կամ ջերմաչափներ թափ տալիս այս կողմեն կողմ, որ դպրոց չգնալ։ Ես չեմ ուզում դպրոց գնամ ու դրա համար հորինում են ամենատարբեր իրողությունները։ Դպրոցից գալիս են կեղտոտ հագուստով, պատռված հագուստով, բարբերաբար իրերը կորցնում են, տետրեր չկան, գրքերը չկան, գրչատուփը չկա, ինչ որ լավ բան է տանում դպրոց ցույց տալու խաղալիքներ եւ այլն, հետա գալիս առանց այդ իրերի։ Խուսափել գնալ էքսկուրսիաների խմբային ցանկացած հավաքների դասարանի հետ կամ խուսափել կոնկրետ մարդկանց խմբի հետ դասանում անընդհատ լինելուց, խուսափել տնից դուրս գալուց, հավելյալ շփումների մեջ ներառվելուց, գար տուն դա ամենաբացահայտ բաներից կապտուկներով, քերծվածքներով ու դա պարբերականության մեջ չի կարող անընդհատ ընկնի, անընդհատ ինչ որ մեկի հետ վիճի եւ այնպես ինչ որ բաներ պետքա տեղի ունենան։ Ուսոմատիկ դրսևորումներ կան, գլխացավեր, փորացավեր, ոչ թե երեխայի կողմից հորինված, այլ իսկապես երբ որ երեխայի մոտ առաջանում են արդեն հոգեսոմատիկ, հոգեմարմինական դրսևորումները, իսկապես անտեղի ջերմության բարձրացում, գլխացավեր, փորացավեր, մեջքի հատվածի ցավեր երեխաների մոտ։ Այս դեպքում հասկանալի է, հա, մենք ունենք բուլինգի ենթարկվող, որ նշանները կան, իսկ ոնց ծնողը հասկանա, որ երեխան է բուլինգի ենթարկում։ Այս շատ բարդ է հասկանալը, որտեղ ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում, հիմնականում բուլինգի ենթարկելու մասին իմանում են դպրոցից կամ մյուս երեխայի ծնողներից, ու ամենավատ բանը երևի որ չանի բուլինգի ենթարկողի ծնողը այդ հրաժարվել ընդունել, մերժել իրականությունը։ Բնականաբար մեզնից ոչ մեկ պատրաստ չի լինում նրան, որ մեզ զանգեն ասեն, որ քո երեխան պարբերաբար ինչ որ մեկին ծեծի է ենթարկում, բայց գոնե փորձել հասկանալ ինչքանով է դրա ճշմարտացիությունը, որտեղ երբ որ մենք մերժում ենք, մենք չենք օգնում մեր երեխային։ Մենք պաշտպանելու ենք իրեն, մենք իրեն ընդունում ենք, սիրում ենք անկախ ամեն ինչից, բայց մեզ պետք է իրականությունը ընդունել։ Ու նորմալ է, որ մեր երեխան կարող է լինել բուլինգի ենթարկողը։ Այդտեղ ոչ մեր դաստիարակությունն է վատը, ոչ էլ մենք ենք որպես ծնող բացասական ինչ-որ կերպարի մեջ։ Ուղղակի աջակցություն է պետք, որ դա չընտրվի որպես ինքնակայացում կամ ինքնադրսևորման ճանապարհ։ Ամենակարևորը մենք չենք գնում, չէ, երկու կողմերին ճնշելու ճանապարհով, որ ոնց որ եւ բուլինգ անողին եւ բուլինգի ենթարկվողին ոնց որ ոչ մի դեպքում միշտ հասկանանք, որ ամենաառաջնային այդ ազնիվ խոսելն է, կարիքները վերհանելն է եւ այդ կարիքներին համապատասխան այլ ընտրանք տալն է, որ դրսևորվեն այդ կարիքները։ Չէ, չենք ճնշում միանշանակ կարիք ունեն։ Որտեղ աջակցություն ունեցող երեխաներ են, մենք այդտեղ չենք կարող ասել ես քեզ, հա, բայց այդտեղ մի հատ բան կա, այս ասեցի ու մտածեցի այդ մասին։ Բուլինգի ենթարկելու դեպքում որպես վարքային դրսևորում դպրոցը իրավասություն ունի նկատողություններ տալ երեխային։ Այսինքն եթե ես ծեծում եմ ու ծեծը անընդունելի է իմ դպրոցի կանոնակարգի համաձայն, դպրոցը իրավունք ունի այդ արձագանքը տալու երեխային։ Այսինքն մենք սա չենք բացառելու ոչ մի ձևով, որտեղ դա դպրոցի ընդհանուր կարգապահական նորմն է։ Դրան հետևում ենք, դա անում ենք, բայց դա չի գնում այն ուղղությամբ, որ դու այն երեխան ես, որ միշտ իրան վատ է պահում եւ դու ունես 6 նկատողություն։ Սա չենք դարձնում դրոշակ անընդհատ իրան ցույց տալու, որ գիտես, խնդիր ունես։ Հա, բայց ինքը պետք է իմանա, որ ինքը նորմա խախտում նրանով, որտեղ ծեծը անընդունելի է, հայյանքան ընդունելի է, մենք չենք գնալու այդ ճանապարհով։ Նվաստացնել անընդունելի։ Մենք նկատողությունը տալիս ենք, այո, կներեք, բայց ինքը սահմանափակում պիտի ունենա, որ հասկանա, որ ինքը ինչ որ բան խախտել է, բայց դրա հետ միասին օգնում ես, որ ինքը չանի դա, իսկ օգնությունը չի ենթադրում իրան բարբերաբար հիշեցնել, որ դու շատ վատն ես։ Դպրոցից դուրս գանք ու գնանք դեպի համացանց։ Ինչա կիբերբուլինգը։ Կիբերբուլինգը բուլինգի ամենադժվար բացահայտվող ձևն է։ Այսինքն սահմանմամբ նույն բանն է, ուղղակի առցանց հարթակում արդեն նույն ճնշումն է, նույն բացասական վերաբերմունքն է, նույն վիրավորանքն են, հայոյանքներն են, սպառնալիքներն են, նույնն է ուղղակի առցանց հարթակում ենք մենք իրականացնում, ինչի է դժվար ճանաչելի, որտեղ քողարկման տարբերակները մեծ են ու շատ են այստեղ, մենք չգիտենք այստեղ ինչ կա, ու շատ մեծ բան ընկնում է նաև ենթարկվողի վրա, որ մենք իմանանք ինչա տեղի ունենում մեդիա դաշտում եւ ինչպես կարելի է դրանից պաշտպանվել։
Առհասարակ մեծագրագիտությունն է գալիս կիբերբուլինգի դեպքում առաջին կարևոր պաշտպանվելու գործոնը եւ չանելու մեխանիզմը, հա, տարբերակը երեխաները պետք է հստակ իմանան սահմանները թույլատրելի եւ անթույլատրելի, այստեղ ոչ հոգեբանական մասով, հա, իմ նկարը տարածելը ընդունելի չի, օրինական դաշտում եւս ընդունելի չի, իմ հետ կապված տեղեկություն տարածելը, փակ նամակագրությունը կիսելը ինչ որ մեկի հետ, գաղտնաբառեր տալը այլ մարդկանց իրենց հետ քննարկել այդ ամեն ինչը, դրանք ընդունելի տարբերակներ չեն։ Ամենատարածված ձևերից մեկը, որ հիմա անում են երեխեքը շատ sense երևի անընդունելի տարբերակով, որ դու իմ ընկերն ես, չէ՞, քո գաղտնաբառը ինձ տալու ես։ Դες բաներն ասում։ Ապացել համար որ երբ վստահում են ու լավ ընկերներ։ Ես քեզ եմ տալիս, դու ինձ ես տալիս։ Բայց հետո երբ որ մենք վիճեցինք իրար հետ, այն ինչ որ կար քո դաշտում ինձ հասանելի էր արդեն, եւ դա դառնում է շատ լուրջ կիբերբուլինգի առարկա, որտեղ ինքը ունի սկրինշոթեր, որտեղ ինքը ունի տեղեկություն իր դաշտից, սա չենք անում։ Ուղղակի ամենալավ ընկերոջը չենք տալիս մեր գաղտնաբառը։ Ձեր գաղտնաբառը ոչ մեկ չի անում։ Այս կարևոր գործոնը պատկերացնենք, որ գաղտնաբառ ոչ մեկ չի կարող ձեզնից ուզել լինելու համար ձեր լավ ընկերը։ Հիմա վերջերս էլի տարածված շատ ուժեղ կիբերբուլինգի ալիք է գնում երեխաներին, երբ որ հանրայնացնում են առանց այդ երեխայի ծնողի թույլատվության, հա, արատ ալիք կա, որը абսուրդի ժանրից է, երբ որ երեխաներին արդեն տարբեր, հա, չէ՞ երեխաների խումբ Արկադի Դումիկյանն է լսում երգում, մի հատ երեխա կար, որ մի խոսքով էլի այդ քեյսերը իրանք բարձրաձայնում են հստակ գիտակցելով, որ սա շատ մեծ ալիք է բերելու կոմենտների եւ այլն, ու այդ երեխեքը թիրախավորվում են, դառնում են բուլինգի զոհ, որովհետեւ բոլոր անխտիր մեդիա անգրագետ մարդիկ վիրավորում են, պիտակավորում են, չեն գիտակցում իրենց դիմաց երեխա է էլի կանգնած ու Արկադի Դումիկյան լսելու համար։ Հա, ցանկացած իհարկե, ցանկացած բանի համար, այդ երեխայի խոսքի համար, բառերի համար, այդ նույնը տեղափոխվում բլոգերների դաշտ, ովքեր այդ վերածում են մի հատ առանձին մեմերի թեմայի, ու այդ անջնջելի է։ Մարդիկ չեն պատկերացնում, որ այն ինչ ինտերնետում հայտնվեց, անջնջելի է, վարքյանական սկրինշոթ հարվում, պահվում է, հիշողության մեջ է պահվում եւ այլն, ու նաեւ ծնողները, հա, թեկուզ այս էլ մյուս խնդիրն է, երբ որ նույն ծնողը վերցնում իր երեխուն տանում է կիսաբաց լուսամուտներ, հետո այդ նույն տեսանյութը դառնում է համացանցում շրջանառվող մի բան, որը ծաղրի sense ինչ որ մի բան ու պատկերացնում եք այդ փոքր գյուղերում, երբ որ չեմ 50 բնակիչ է եւ այլ իրենց ինչ որ պատճառ է պետք, որ երեխան այդ իր միջավայրում այլևս հանգիստ չունի։ Մի հատ բան է հիմա մտածում, որ երևի այդ ամենաչարած փոքրագույնն է, բավարար մասնագետներն են անում։ Նույնն է, օրինակ ես աշխատում եմ երեխայի հետ եւ նկարում եմ, դա դնում եմ համացանց։ Հա, ուսուցիչները վստահ իրենց դասարանի եւ այլն։ Այս ամենա երևի абսուրդ բաներից է։ Երեխան չպիտի հայտնվի համացանցում, քանի դեռ այդտեղ չկան հստակ պաշտպանված իրավունքներ երեխայի։ Նույնիսկ եթե ես իր ծնողն եմ եւ ես ասում, այո, եկեք իրան նկարեք եւ այլն դրեք համացանցում, ես որպես նկարող պետք է ունենամ այդ պատասխանատվությունը, արդյոք այս երեխան այս կոնտեքստի մեջ համապատասխանա, թե չէ։ Ես դնում եմ իրան, թե չեմ դնում այդտեղ։ Որտեւ երեխայի իրավունքը հստակորեն խախտված է, երեխան չեմ կարող որոշել ես այդտեղ լինեմ, թե չէ։ Իմ փոխարեն որոշում են ու արդյունքում ստացվում է, որ ես դառնում եմ ծաղրի հեգնանքի ինչ որ առարկա։ Ու այս դեպքում, եթե մեղավորման գանք, մեղավորեն լրիվ մեծահասակները։ Մեծագրագիտության մասով ստացվում է, որ մեր հասարակությունը խնդիր ունի։ Եթե երեխա է ինքն տեղապարում է, լավ անում երկի տակ, ինչն է խնդիրը։ Երկա հնչում է, ինքն էլ տակը ապարում է կամ երգում է այդ երգը, որն է ձեր խնդիրը դրա հետ։ Ինչ հակասություն ունեք։ Անճաշակ երաժշտությունը ըստ ձեզ լսում կամ ճաշակավոր ինչ է անում, որը ձեր համար այդքան տրիգերը, հա, բարդություն առաջացրեց։ Ընդհուպ միջև այն բոլոր մեծահասակներ, ովքեր նույն երգը լավ հանգիստ կլսեն ու իրանք իրենց չեն պիտակավորի այդ անելուց։ Ցանկացած հոլովակ համացանց դնելու, ուծես երևի ծնողներին առաջնայինը պետք լինելու միշտ այդ գաղափարը ունենալ, արդյոք սա իմ երեխային դուր գալու է, իմ երեխային, մյուսներին չէ։ Երբ որ ինքը նայի ու տեսնի, որ այս հոլովակը տարածվում է ու ստանում է հազարավոր դիտումներ, ինքը իրան լավ է զգալու այդ հոլովակից, թե չէ։ Արդյունքում կստացի, որ շատ բաներ մենք կհանենք։ Բացի այդ պետք է հասկանալ կարգավորումներով, եթե հարթակը արդեն իսկ 13+ է, ով է ձեզ թույլ տալիս երեխային էջ բացել, տարիք խաբել եւ այլն, ինչի է անհրաժեշտությունը, որ ինքը տեղ լինի։ Ոչ մի ձև չկա, էլի։ Ու նաեւ գես ինչն է շատ արկիր, որ on-line տիրույթում շատ մեծ կուտակված ագրեսիա կա։ Ու շատ դեպքերում եւ ես իմ վիդեոների տակ եւ նաեւ Եվան, էլի, այնց համոզված ես ու գիտես, որ երեխեք են գրում։
դու անգամ տեսնում ես եւ այլն էլ, այդ ինչի արդյունք է, ոնց այդ ագրեսիայի մեծ դոզայի հետ աշխատել։ Հեշտ է ագրեսիվ լինելը, երբ որ ես քո դիմաց նստած չեմ։ Բայց ինչ որ պատճառ կա, չէ, որ մենք տենց ագրեսիվ ենք։ Շատ բաներ կարող ենք հիմա դրա տակ փորձել տանել, ու հայաստանյան իրականության մեջ ինքը շատ հիմնավորված է վերջին տարիների ամենատարբեր իրադարձություններով, որ հուզականության տոկոսը շատ մեծ է ու կուտակումը բավականին շատ է նույն երեխաների մոտ, որ իրենց համար պարպման հանելու ինչ որ տեղ է պետք, ու դա կարող լինի ամենա հավես, ինչ որ նստենք մի բան անենք, այն ժամանակ, երբ որ ես փոքր էի, մենք դեն զանգում էինք, զանգում էինք, մենք այդ տարբերակով ենք անում, որը նորմալ չի էլի, որը զանգում ես ուրիշին խանգարում ես ու փչում ես հեռախոսի մեջ, անջատում ես, իմաստը որն է։ Հիմա դրա արտահայտման ձևը փոխվել է, հիմա գրեցի մի հատ կոմենտ, Հայկը ինձ պատասխանել է Եվան գրել է, այս արդեն հավես է։ Ինչ անել, որ շատ ավելի երկար բան լինի, բայց այս նույն էֆեկտն է ունենում, ինչ որ այն դրական ու բացասական դաստիարակության հետև նաև համացանցում ավելի շատ արձագանք հաստանում են ինչ որ բացասականը։ Մեր կողմից մենք որպես մարդ ովքեր որ կիսում ու խոսում ենք, մենք ավելի հակված ենք դրան, որ մենք բացասականը էլի ընդգծենք, որ ինչի են մարդիկ սենսը։ Միևնույն ժամանակ ես ունեմ 300 կոմենտ, 300-ի մեջ 50-ը վատն է, 250-ը լավն է։ Ու այս 250-ը մեկ-մեկ sense հանում դնում են։ Շատ ֆիլոսոֆայացնես, պետք է օրինակ, որտեվ իմ դեպքում է, ես հենց հիմա ինձ եմ մեղադրում, ասում, դες չես անում, չես խոսում, օրինակ, շատ դեպքերում հեշտ է, օրինակ, թեկուզ երկրի մասով էլի բողոքը, բայց այն որ շատ լավ բաներ կա, դու Երևանը անխտիր, Հայաստան վերադառնալ ամենասիրածից երևույթն է, բայց դրա մասին որ շատ չես ասում, ու ինչ որ բան է լինում, այս պետք է հստակացնել։ Ինքնաթիռ նստելուց story անում եւ հետ գալուց իջնելուց Հավանականությունը շատ է, երբ որ մենք թռնում ենք, երբ որ մենք գնում ենք, հա։ Ու ստացվում է այնպես, որ հա ես խրախուսում եմ բացասական կոմենտ գրել, դե բացասականը նկատելի է լինում, ես դրան արձագանքում եմ, ես միշտ դրա մեջ կամ։ Էս իմ համար էս օրինակը կներեք էլի բերեմ, մեկը մի անգամ ինչ որ վատ բան էր գրել, պատասխանեցի, ասեց Եվա ջան, անկեղծ եմ ասում, ձեզ այնքան եմ սիրում, ուղղակի տեսնում եմ, որ միշտ բացասականին են պատասխանում։ Ասեցի գրեմ, նկատեք պատասխանը։ Ու հենց այդ դրանից հետո այնքան բան է իմ մոտ փոխվել, որ դրականին ավելի շատ ուշադրություն դարձնեմ, ավելի պատասխանեմ ու միգուցե հենց այդ մարդիկ դրական ավելի կտան, այն բացասականը այդքան չի երևա ու հենց այդպես մարդիկ ովքեր որ գրում են որ նկատելի լինեն, դրականով կփորձեն նկատելի լինեն։ Օրինակ, մի հատ բան կարդացի, ասում եմ, այս համացանցը այնքան կապել է թվերին ու շատ ինչ որ բանի մեջ լինելուն, դեռ պատկերացրեք, դուք քայլում եք ու 15 հոգից ես գալիս է ասում է ինչքան լավն եք դուք։ Ու 15 հատ լայք եք ստանում, բայց 15 հատ լայք ստացած պոստը չի համարվում։ Այո, չաշխատած պոստ։ Հայ, լավ պոստ չէ, բայց մա պատկերացրեք դուք փողոցում եք։ Շատ սիրուն վիդեո, արի նկարենք։ Գնա շատ սիրուն իդեայի է սոցիալական։ Դες կա էս արդեն։ Հա, ինքը այս արտահայտությունը ես կարդացի ու ասած ահա որ մեզ կապել է այն գաղափարին, որ մեզ պետքա 1000 հոգի լայքի։ Դու պատկերացնում ես դու իրականում 15 հոգի քեզ մոտենա ասի դու ինչքան լավն ես, այդ ինչքան դրական բան կառաջացնի։ Հիմա նույնը այստեղ է տեղի ունենում, եթե ես վատն եմ գրում, ես նկատելի եմ։ Ամենափոքր երեխան նորածինը, երբ որ ինքը լացում է եւ երբ որ ինքը հանգիստ բարգած է, երբ են իրան վերցնում։ Վայ անսահման շնորհակալ։ Իրոք անսահման շնորհակալ, որովհետեւ սենց այնքան դրական է այս ամեն ինչը ականջի նստում, էլի, որովհետեւ թվում էր շատ բացասական երևույթի մասին ենք խոսում, բայց ամբողջ sense հիմա մտնոլորտը ստեղ այնքան ճիշտ ուղղությամբ վեկտորով գնաց, որ հիմա էլ դուրս ես գալի, դու մտածում ես մեծահասակ ես, պետքա ինչքան բան վերադասավորես, որ խրախուսենք լավ է, այնքան sense ճիշտ փիլիսոփայությունը նկատենք լավ ու բարձրաձայնենք, հա, ոչ թե լռենք, որ եւ այլն, այլ վայ ձեր երեխաներին, ձեր հարազատներին եւ այլն ինչ դրական կա, մատնանշեք, ցույց տվեք թե ինքը ինչքան հրաշք է SSS կետերով, արդյունքում քո ասած բացականը կկրճատվի։ Երբ որ մեզ կոմենտներ եք գրում, այո, մենք այդ կոմենտները կարդում ենք, ինչքան կարա ազդեցություն թողնի եւ փորձեք առանձնանալ դրականը գրելով եւ մենք սրանից հետո ուշադրությունը լիովին կտանք դրական կոմենտներին, այլ ոչ թե կփորձենք բացասականներին ուշադրություն չդարձնել, որը տենց աչքի չընկնեն, էլի։ Ու դե նաև չմոռանաք բաժանորդագրվել, որովհետև դրանով աջակցում եք մեզ, ու աջակցում եք, որպեսզի կարողանանք այսպես հրաշք մասնագետներ ունենալ մեզ հյուր եւ այսպես լավ թեմաներից խոսել ու լիքը բաներ վերաարժևորել։ Մերսի շատ, անսահման շնորհակալ եմ, անսահման ապրես։ Մերսի շատ։